Շուտ չի, բայց շրջանավարտներ 40 տարի անց, սիրելի ուսուցիչներ, դասարանի հետ կապված հարցնացուներ, որին գիտենք, որին չգիտենք, ամենայն դեպս ողջունում եմ բոլորի եւ այսօր բարի օրհնյալ կիրակի է։ Ու այս կիրակի օրը շատ հետաքրքիր է, որ դասավորվել է այս միջոցառման արարողությունը։ Միջոցառումը, որ կազմակերպվել է, մհերին եմ հարցնում, նուներին եմ հարցնում, մեկը 40 է ասում, մյուսը 41, 41 85 ինչ ասում է Երանի 41 լինի, որովհետև 40-ի անունը ենք անել, այն չի։ Չէ 40-ն անցա 41-ի մեջ ենք անցել Ամենայն դեպս 26 թիվն հանդիպումը կարող է սոսալացույց անել գուցե դասարանի շատ աշակերտները այսքան տարիների Ես արդեն 26 չեք հանդիպել։ Ամենայն դեպս այս միջոցառումը սուրբ, վեհ, ազնիվ, մաքրամաքուր արարողություն է եւ առաքելություն է, որովհետեւ տարբեր տեղերում ապրող դուք այն աշակերտները չեք, տարբեր ընտանիքներ, տարբեր բնակավայրեր եւ այլն, բայց դուք հնարավորություն եք ստեղծել այսօր հավաքվել, որովհետեւ այս առաքելությունից երես թեքել չէր կարելի, որովհետեւ սա աղոթք է, սա գեղեցիկ միջոցառում է։ Համենայն դեպս շնորհավորում եմ այս միջոցառման համար եւ ասում եմ, որ այս միջոցառումը կազմակերպվել է նաեւ ձեր մանկության հուշերից ու կարոտից, իսկ կարոտից ծնված ամեն մի արարողություն իսկապես հաճելի է, գեղեցիկ է, մաքուր է, վեհ է եւ ամեն ինչ է։ Եվ այսուհետ բնականաբար որոշակի խոսակցություններից հետո պետք է դուք կարողանաք մենք էլ ձեզ հետ բացենք ձեր հուշամատյանի ասքը։ Ձեր մանկության, ես կապված եմ եղել միայն ձեր մանկության հետ, կապված եմ եղել շատ քիչ, բայց ես մի հիմար բնավորություն ունեմ, ում հետ կապվում եմ, անձնազոհություն է կոչվում, դասարան է, հարևան է, ընկեր է, բարեկամ է, դա կոչվում է անձնազոհություն, շատ դեպքում էլ տանուլ եմ տալի, այդքան շատ բաների մեջ, այնուամենայնիվ, ես երևի դասարանի հետ նույնպես այդ զողությունները, այսօր ինձ հիշեցվին, որ մի տատիկ եկավ, որ իրանք ծեցի, ես մեջն եմ տատին, չեկի տատը, որ առաջ գնաց այդ հարվածները եկավ գլխիս, որովհետև թևերս բացել են, որ հանկարծ մեկին չկպչի։